Հրապարակը գրում է. հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի վերջին ժամանակի գործողությունները իշխանության ներսում լուրջ կասկածների տեղիք են տվել, որ իրենց առաջնորդը մտադիր է կրոնական նոր կազմակերպություն ստեղծել։ Որոշ շրջանակներ այս հեռանկարը սարսափով են քննարկում, համոզված, որ վեհափառի դեմ անհաջող քայլերի հանգուցալուծումը լինելու է կրոնական նոր կազմակերպության ձևավորումը։ Այս մտահոգություններն առաջացել են հատկապես այն բանից հետո, երբ Սուրբ Ծննդի նախօրեին Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսը հայտարարեցին հայ առաքելական եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց ճանապարհային քարտեզը։ Փաշինյանի մերձ շրջապատում կարծում են, որ կանոնադրությունը գրում է անձամբ Փաշինյանը եւ որ այն պատրաստ կլինի փետրվարի կեսերին, ապա կներկայացվի արդարադատության ռեգիստր գրանցման։ Այն կգրանցվի իբրև կրոնական հերթական կազմակերպություն եւ փաստորեն Նիկոլ Փաշինյանը կդառնա ժողովրդական լեզվով ասած նոր աղանդի հիմնադիր։ Ժողովուրդը գրում է. ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին գահընկեց անելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պլանները թեև ճռական են, անգամ 10 տիրադավի հետ կազմված է ճանապարհային քարտեզը, բայց արդյունքները գոհացուցիչ չեն իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար։ Ինչ վերաբերում է եկեղեցական կանոնագրքին, ապա թերթին հայտնի է դարձել, որ այստեղ Փաշինյանը եւ 10 տիրադավները լուրջ դժվարությունների են բախվում, քանի որ 57 եպիսկոպոսի ձեռքում է կաթողիկոսի ճակատագիրը։ Անգամ եթե 57-ից 10 այս պահին պահանջում են, որ կաթողիկոսը հեռանա, դա խիստ անբավարար է։ Պետք է առնվազն 39 եպիսկոպոս պահանջ ներկայացնի հրաժարականին, որից հետո 57 եպիսկոպոսը պետք է հավաքվեն ու որոշեն, ընդունում են այդ պահանջը կամ անգամ կաթողիկոսի ներկայացրած հրաժարականի դիմումը թե ոչ։ Այսինքն, եթե անգամ կաթողիկոսը հրաժարական տա, եպիսկոպոսները պետք է հաստատեն այդ հրաժարականը։ Իրավունքը գրում է. երեք Արամ Զավենիչի կողմից հոր հոգեհանգստին վեհափառի աչը համբուրելու փաստը հունիցանել է ոչ միայն կաթողիկոսի դեմ անողոք արշակ հայտարարած ՔՊԱ-ականներին, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Երեք ամբողջ գիշեր ըստ ՔՊԱ-ական աղբյուրների Փաշինյանը հրահանգներ է իջեցրել բոլոր ըստ աղբյուրի ключевой դեմքերին կարմիր գծով հրահանգելով, փակել Արամի օդերը, որ հասկանա ինչ արժե կաթողիկոսի աչը համբուրելը։ Արամը եւս ցունցվանգի մեջ է, վերջինս թիմակիցների մոտ արդարացել է, թե այդ քայլին գնալու համար նրան բզել է եղբայրը, զուտ հոր հոգեհանգիստը չհարամելու համար։ Ասում են, սակայն անգամ նրա կուսակիցներն են շոկի մեջ հայտնվել այդ տեսարանը տեսնելուց հետո։ Իրավունքը գրում է. Արցախի թեմի առաջնորդ Վրդանես Սրբազանը դարձել է լրիվ իզգոյ արցախցիների շրջանում։ Բացի իր նեղ գրուգից ոչ ոք հետը հանդիպել անգամ չի ցանկանում։ Հիմա էլ սկսել է իր մտերիմների միջոցով տարածել, թե իրականում ինքը հոնիկոլական չի, ուղղակի մտել է տասնյակի մեջ, որ պատեհ առիթի ներսից պայթեցնի տիրադավների անսամբլը, ասել է արցախցի աղբյուրը։ Հրապարակը գրում է. գաղտնիք չէ, որ իշխանություններն ամեն գնով փորձում են իրենցով անել ԵՊՀ-ն, իսկ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հլուհնազանդ ծառայում է իշխանավորներին, կատարում է նրանց բոլոր հրահանգները, ընդդիմադիր հայացքներով դասախոսներին հեռացնում է համալսարանից, նրանց փոխարինելով բացառապես իշխանամետ դասախոսներով։ Այժմ էլ ԵՊՀ-ում պաշտոնապես բացվել է տվյալների մշակման կենտրոն։ Այս կապակցությամբ համալսարանում ներկա է գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԵՊՀ-ից թերթին ասել են, որ կառավարությունն է ահռելի գումարներ հատկացրել, որպեսզի բուհը գերժամանակակից տվյալների մշակման կենտրոն հիմնադրի։ Պատմել են, որ տվյալների մշակման կենտրոնի բացմանը ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է ներկա եղել, այլև ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պաշտպանության նախարար ԵՊՀ-ՀԽ նախագահ Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հրապարակը գրում է. Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-ն եւ Մունք տեխնոդպրոցը Կիրակի օրը հունվարի 18-ին մշակութային մեծ միջոցառում են կազմակերպել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահեմերգային համալիրում։ Համալիրի տարածքում նաեւ Արցախը ներկայացնող ցուցահանդես կլինի։ Միջոցառումների շարքի խորագիրն է «Մենք կանք»։ Եվ չնայած այն բացարձակապես մշակութային է, սակայն ՀՀ իշխանությունները հերթական անգամ ծարս են եղել, իմանալով, որ Արցախի մասին միջոցառում է կազմակերպվել։ Թերթին պատմել են, որ ԱԱԾ աշխատակիցների միջոցով սուրհանդակներ են ուղարկել կազմակերպիչների մոտ, նախ փորձել են հետ պահել միջոցառում անելու մտքից։ Երբ մերժում են ստացել, զգուշացրել են, որ հանկարծ այն չվերածվի քաղաքական ակցիայի եւ մեծ հնչեղություն չառաջացնի, շարժելով Ալիևի զայրույթը։